Եվրասիական զարգացման բանկն առաջիկա տարիներին Հայաստանի համար համախառն ներքին արդյունքի անկում է կանխատեսում։ Բանկի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն 2025 թվականին երկրի տնտեսությունը կաճի 5.5%, 2026-ին 5.3%, իսկ 2027 թվականին 5%։ Այս գնահատականները նախորդ կանխատեսումների համեմատ մի փոքր ավելի բարձր են։ Վերջին 5.5 տարում քաղաքացիները 4 միլիարդ 800 միլիոն դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե վարորդական վկայական ստանալու քննությունների եւ վարորդական վկայական ստանալու համար։ 2025 թվականի 5 ամիսների ընթացքում վարորդական վկայականի տեսական քննություն է անցնել 33109, իսկ գործնական 27699 անձ։ Նույն ժամանակահատվածում վարորդական վկայական է ստացել 11688 անձ, որից 2493-ը կամ 21.3% առաջին փորձից։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը Հայաստանից Ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանը։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ միայն վերջին 3 օրում Ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մաքսային կցորդը պատասխանատու է Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման առնչվող խնդիրների համար։ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ Արմեն Դանիելյանին ազատել էր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ ՍԱՏՄ համակարգում լուրջ դժգոհություններ էին առաջացել, որոնց մասին պարբերաբար զեկուցվում էր Նիկոլ Փաշինյանին, եւ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Արմեն Դանիելյանին պարտադրել են, որպեսզի ազատման դիմում գրի։ Ոստիկանության 11 ծառայող չարաշահել են պաշտոնյական դիրքը, կեղծիք են կատարել եւ առերևույթ հանցանքների օժանդակել։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականին Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի 4 ծառայողներ եւ ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 5 բարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր եւ տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում առնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին։ Վերջինս սակայն ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները։ Արդյունքում առերևույթ հանցագործության ծանր դեպքը եւ այն կատարած անձին չեն բացահայտվել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրվեց ցեղասպանություն եզրույթի հեղինակ եւ ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի ընդունման նախաձեռնողներից մեկի Ռաֆայել Լեմկինի անունով հուշատախտակ։ Հուշատախտակի հետևում նրա նյույորքյան գերեզմանից բերված հողով լի սափոր է տեղադրված։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։